Կառավարությունն ընդունել է ներքին գործերի նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը լուծարելու մասին որոշումը։ Թեմայի շուրջ կզրուցենք ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ինչու առաջացավ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը լուծարելու անհրաժեշտությունը։ Շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո աղետների ռիսկի կառավարման ոլորտի համակարգումը վերապահվել է նախարարությանը եւ տեխնիկական անվտանգության ապահովումը այս ոլորտի բաղկացուցիչ եւ հիմնական մասերից է։ Տեսեք, մենք այս ուղղությամբ իրականացրել ենք ուսումնասիրություններ եւ ուսումնասիրությունների արդյունքներով հանգել ենք, որ տեխնիկական անվտանգության ապահովման եւ մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննության գործընթացում ունենք որոշակի խնդիրներ։ Եթե մասնավորեցնեմ այդ խնդիրները, որոնք օրես նշեցի, նախ առաջինը ուզում եմ նշեմ, որ մենք մինչև օրենսդրության ընդունումը փաստացի ունեինք մի իրավիճակ, երբ պետական ոչ առևտրային կազմակերպությունը մասնավոր հավատարմագրում ունեցող կազմակերպությունների հետ մեկտեղ իրականացնում էին միևնույն գործունեությունը, այսինքն փորձաքննություններ էին իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտների եւ եզրակացություններ էին տալիս այս ուղղությամբ։ Այս իմաստով ստեղծվել էր տնտեսական ոչ հավասար պայմաններ, քանի որ պարզ է, որ ՊՕԱԿ-ը ուներ պետական կարգավիճակ եւ իր գործառույթների մեջ ուներ նաեւ որոշակի քաղաքականության որոշման տարրեր։ Այս իմաստով տնտեսական հավասար միջավայր ձևավորելու առումով մենք նախապատրաստեցինք եւ նախաձեռնեցինք օրենսդրական փաթեթ, համաձայն որի նոյեմբերի 1-ից տեխնիկական անվտանգության ազգային ՊՕԱԿ-ը այլևս իր գործունեությունը դադարեցրել է եւ ընդունված է նաեւ կառավարության որոշում, որի համաձայն եւ որով սահմանված ժամանակացույցով ՊՕԱԿ-ի լուծարման գործընթացն է իրականացվում։ Նաեւ մեկ խնդրի մասին կուզենայի խոսել, դա ներքին գործերի նախարարության գործառույթների մասով է եւ քանի դեռ մենք ունեինք ազգային այս կենտրոն ՊՕԱԿ-ը, որոշակի գործառույթներ, որոնք ըստ էության պետք է վերապահված լինեին նախարարությանը, օրենքով վերապահված էին ՊՕԱԿ-ին եւ նախարարությունը ինքն էլ չէր կարողանում հստակ դիրքորոշում վերցնել քաղաքականության մշակման տեսանկյունից։ Եթե վերջնարդյունքում ասեմ, այս փուլով մենք ինչ ենք փորձել անել եւ ինչ արդյունքի ենք հասել, ապա պատկերը հետեւյալն է. նախարարությունը պետք է ոլորտում հստակ քաղաքականություն որոշի, այսինքն խաղի կանոններ տա, իրականացնի վերահսկողություն, իսկ փորձաքննությունների գործառույթը պատվիրակի մասնավոր սեկտորին, որոնք հավասար պայմաններով կկարողանան իրականացնել ձեռնարկատիրական իրենց գործունեությունը։ Պարոն Մկրտչյան, ներքին գործերի նախարարության մշակած ոլորտային ռազմավարությամբ առաջարկվում է անցնել լիցենզավորման գործընթացին, որքանով է լիցենզավորման համակարգը արդյունավետ լինելու։ Ըստ էության ներկայումս իմ կողմից արդեն նշված մասնավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը իրականացնում են հավատարմագրման սկզբունքով, բայց ներկայումս ներքին գործերի նախարարությունը դիտարկում է, որ առավել հստակ կառուցակարգեր պարունակող գործելակարգ կարող է լինել լիցենզավորման համակարգով գործունեության իրականացումը։ Մենք ներկայումս մշակել ենք օրենսդրական նոր փաթեթ, որը առաջիկայում կներկայացնենք կառավարությանը։ Պետության կողմից ինչպես է վերահսկվելու մասնավոր ընկերությունների կատարած աշխատանքի որակը։ Տեխնիկական անվտանգության ազգային ՊՕԱԿ-ի լուծարմանը զուգահեռ ներքին գործերի նախարարությունը ուժեղացնում է իր գործիքակազմը այս ուղղությամբ եւ ինստիտուցիոնալ եւ օրենսդրական տեսանկյունից, այսինքն մենք համապատասխան ստորաբաժանում կունենանք այս ուղղությամբ եւ այդ ստորաբաժանման գործիքակազմը կլավարկենք, մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի թվայնացման գործընթաց է հիմա տեղի ունենում, այդ ռեեստրում հավաքվող տեղեկությունների հարստացմանն է վերաբերվում եւ բնականաբար այս գործունեության նկատմամբ
ել ավելի պատշաճ հսկողությանն է վերաբերվում։ Ըստ էության, նաև ունենալով արդեն իսկ հավասար մրցակցային պայմաններ, մենք կարծում ենք, որ ոլորտը ինքնին ավելի պատշաճ զարգացում կունենա։ Պարոն Մկրտչյան, վերջերս դուք հանդիպել եք մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որքանով են նրանք պատրաստ այս փոփոխություններին։ Նշեմ, որ եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցել են քննարկումներ այս առումով եւ բնականաբար գործընթացի ռիսկերը կառավարելու տեսանկյունից ունեցել ենք հավաստումներ եւ նոր գնացել ենք այս քայլին եւ նշեմ, որ այս պահին մեր բոլոր ռիսկերը կառավարելի են եւ որևիցե արտադրական վտանգավոր օբյեկտի փորձաքննության, այսպես ասած, ուղղություն բաց չի մնալու, քանի որ մասնավոր կազմակերպությունները եւ նրանց փորձագետները ունեն համապատասխան որակավորումներ բոլոր փորձաքննությունների տեսակներով եւ մեր հանդիպումը նաեւ մասնավոր կազմակերպությունների հետ մեզ տվեց այդ հավաստումը, որ գործընթացը շարունակելու է պատշաճ իրականացվել եւ շարունակել մնալ վերահսկելի։ Շատ լավ, եւ վերջում կցանկանայի անդրադառնալ մի շահարկվող հարցի, թե ՊՕԱԿ-ի լուծարումից հետո ինչպես է լուծվելու աշխատակիցների զբաղվածության հարցը։ Ըստ էության այս հարցը եւս եղել է մեր ուշադրության կենտրոնում։ ՊՕԱԿ-ի աշխատակիցների մեծամասնությունը դրանք փորձագետներ են եղել եւ մասնավոր կազմակերպությունների հետ մեր հանդիպումներում մենք այս հարցը եւս քննարկել ենք, արդյոք վերջիններս պատրաստ են առանց աշխատավարձային իջեցումների մեր փորձագետներին իրենց մոտ աշխատանքի վերցնելու եւ ստացել ենք հավաստում այս առումով եւ այս պահին արդեն ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր փորձագետները աշխատանք ունեն մասնավոր կազմակերպություններում, իսկ վարչակազմի մյուս աշխատակիցները առավելապես իրենց տեղը գտել են ներքին գործերի նախարարությունում եւ իրենց մասնագիտական աշխատանքը կշարունակեն իրականացնել նախարարությունում, կարծես թե այս առումով մենք դուրս մնացած աշխատակից այս պահին հաշվառված չունենք եւ բոլոր մասնագետները հատկապես իրենց մասնագիտական կարողությունները շարունակում են մատուցել ոլորտում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, զրուցում ենք ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։